Ես ձեզ ասեմ հետևյալը, նախ նման հոդված քրեական օրենսգրքում վաղուց կա։ Բարի գալուս նոր իրականություն է, ինչ աշխում մերը տարբեր է։ Քրեական նման հոդված կա, երկրորդը միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ որ ելույթի ժամանակ դաշնակցության խմբակցության, արդեն դաշնակցության խմբակցությունը, չէ՞ երևի, դաշնակցության խմբակցության ներկայացուցիչների մեջ իրար մեջ խոսակցություններ գնում, ինչին ես արձագանքեցի, ասացի, ձեր մեջ դուք իրար հետ ինչ որ չլուծված հարց ունեք, ի պատասխան դրան պարոն Մինասյանը ասեց, ես էլ միկրոֆոնս կարամ միացնեմ եւ խոսեմ, բայց դա չեմ անում, դրան ի պատասխան ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրան ի պատասխան Գառնիկ Դանիելյանը ասեց՝ մի նստի արծվիկ, որը իմ մոտ մի քիչ ծիծաղ առաջացրեց, ասացի դե լավ, որ ասում եմ մի նստի, կամ դու վեր կանգնի, որից հետո ձեր նշած անձնավորությունը սկսեց այնտեղից բղավել, ինչին ի պատասխան ստացավ իր պատասխանը եւ տեղի ունեցավ այդ ընթարումը, որի ժամանակ այդ ձեր նշած անձնավորությունը հələ մի հատ էլ իր նստատեղից մի քիչ ենկոմ էր գնացել, կարևոր գործով նայում էր էս կոմենկոն, որ հանկարծակի այդ ընթարումը իրան որևիցե ձևով բան չանի, չհպվի, որևիցե ձևով։ Կռվից է վախենում։ Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ սա կռվելու տեղ է կամ կռվի հետ կապված գլուխ գովալու տեղ է, բայց ասենք աչքիս առաջ այն տեսարանը եկավ, որ տենց արագ ոստում էր բանից դեպի դաշնակցության գրասենյակ, որպեսզի ոստիկաններից փախնի։ Եկել ես, այդ ինչ պահված կա, ուզում հասկանամ, էլ չեմ ասում, գալիս կնոպկ են սխմում, փախնում են դահլիճից, գալիս են մի հատ գոռում են, մտածում են պատասխան չեն ստանալու, իսկ ես ամեն ինչ արվում է նրա համար, որպեսզի վաղվա միջոցառմանը ավելի շատ մարդ գնա, հետո դրսից շատ այլ դաշնակցական ընկերներ են եկել, պետքա աշխատանք ցուցադրվի, պետքա ցույց տրվի, թե որ իրավիճակը ինչ լարված է։ Տեսակ, որ որևիցե կապ, որևիցե բովանդակություն, որևիցե բան գոյություն չունի այդ ասացած, սա հերթական սուտն է, հերթական մանիպուլյացիան է, որը լավ է, որովհետև մարդիկ շատ վաղուց այս ամեն ինչը հասկացել են ու զզվում են իրանցից, զզվում են այդ ստերից, ինֆորմացիան բաց է, ճշմարտությունը շատ լավ բոլորը գիտեն, շատ լավ է շարունակեն թող